Եղափոխության շնորհիվ է, որ կյանքը կհառաջտիմե մոլորակիս վրա։ Հայ ժողովուրդը որպես մարդկային ցեղի ամենահին ձևավորված ազգային դար, շատ վաղ ժամանակներեն գիտակցած է այս անհերքելի ճշմարտությունը եւ pedagogan եղած է առաջին հրաժարող իր թվանած բազմաստվածութենեն։ Այսպես, անիրողին հարազատ ծնունդ աստվածներուն, Արամաստին եւ Անահիտին, Վահագնին եւ Աստղիկին, Նանեին եւ Միհրին, Դիրին եւ այլ բարի ու չար ոգիներուն կահնգեց ընելով հաստատեց ճշմարիտ հավատքը Քրիստոսի բայձարագերբության լույսով։ Բայձարագերբության դոնը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի թափոր լերան վրա բայձարացած կերպարանքով հայտնվիլն է Պետրոս, Հովանես եւ Հակոբոս առաքյալներուն։ Զորգը նշվի Զադիգեն 98 օրեր ետք հունիս 28-ին օգոստոս 1-ի միջև ինգած ժամանակաշրջանին։ Այլագերբությունը հայ եկեղեցվո 5 տաղավար տոներեն երրորդն է։ Հայերուս մոտ մեծ տոները տաղավար կանվանվին։ Նախ անոր համար, որ բարդաթիրը գիրագի օրը նշվի, իբացարյալ Սուրբ Ծնունդը, քանզի գիրագին դերունական օր է։ Եվ որբեսի հաջորդ օրնալ միևնույն տոնը ննչեցյաններու հետ կիսվինք, որ մերելոցի երկուշաբթին։ Իսկ երկրորդ տոնը մեծ շուկով նշելու համար մարդիկ յայլաները պարսանալով տաղավարներ գլարեին, ուրգեր ու խումով խնջույքներ գսարքեին եւ ուրգի հարաճացած է տաղավար անվանումը։ Իսկ նախքան տոնը խնձորի բաս կբահվեր, քանզի այդ բդուղը պատճառ հանդիսացած էր մարդու տրախտեն արդակսվելուն, բայձարագերբության օրը օրհնվելով կարելի գլար ուտելը։ Տոնը ունի էթանոսական ծագում, որ կոչված է վարդավառ եւ առնչված աստղիկ թիծուհին հետ։ Ճուրերու պրպուրներեն ծնած աստղիկ թիծուհին այնքան սիրված եւ վաշտված էր, որ իր եւ իր տոնի վարդավարի մասին բազմաբիսի զրույցներ հորինած է ժողովուրդը, որոնց մեջ իշադակության արժանի է մեկկանին։ Ըստ կարգ մասնակետներու, աստղիկ ջրհեղեղեն ետ ծնած նոյ նահաբեդի դուստրը լալուն, տոնը կապված է ջրհեղեղի հետ, ուր ճուր ծողելը անհրաժեշտ է, նոր ջրհեղեղը խափանելու եւ բախտավորվելու առումով։ Ըստ պատմական վերլուծաբաններու, տոնը բրբրածին աստղիկի սիրույց վարվող Վահագնի նվիրված է, ուր ճկնաղ աստղիկի սիրույց այրող սիրտը զովացնելու միակ միջոցը ջուրն է, որով կհատկանշվի տոնը։ Ազգակրակետներու հետազոտությունները հանգած են այն եզրակացության, ըստ որում վարդավառը վարդ արմատե հարաճացած է, դրված լալով, որ սիրո եւ գեղեցկության թիծուհի աստղիկը անվանված է նաև վարդամատն։ Իսկ անոր սիրեգան արևի թիծ Վահագնը այս մեծ սերը բահբանելու եւ պաշտպանելու համար հարադեւ մարդի մեջ մտած է վիշապներու հետ, ուրգե եւ հարաճացած է վարդամատնի սիրով վարված բառը, որով ժողովուրդը վարտաճրեր ծողած են միմյանց վրա եւ աղավնիներ թրծուցած են որպես սիրո խորհրդանիշ։ Ավանդության համաձայն Գար ժամանակ Վահագնը մարդնչած պահուն կվիրավորվի։ Աստղիկ երբ կդեղեկացվի, ոտնապոբիկ դուրս գալով կփութա Վահագնը տեսնելու։ Ճանապարհին Վահագնի սիրով դարված աստղիկ ինքնամորած եւ անզգալաբար Վարդենիներու վրայեն անցնելով ոտքերը կվիրավորե եւ իր մեջ զորած արույնեն վարդերը կգարմրին։ Այսպիսով գարմիր վարդը կդառնա սիրո խորհրդանիշ։ Գեղեցիկ է այն առասպելը, որ աստղիկ մշոտ թաշտեն հոսող արածանի կետի մեջ երբ գլողար,
իր թովիչ եւ թյութիչ գեղեցկությունը վայելելու եւ անով իրենց տեսողությունը շլացնելու համար երիտասարդները ճահերով գժամանեին մշոտ աշտեն պարսացող թաղոնա սարին վրա, որպեսզի ավելի հստակ տեսնեին մոքական աստղիկը։ Իսկ վերջինս անդեսանելի դառնալու համար դարածքը ամբողջ մշուշով գվատեր, ուր եւ քաղաքը անվանված է մուշ։ Դոնը ունի գիտական մոտեցում ևս, ըստ որում հուլիսին Հռոդից ամսուն, ուր արևը կհասնի իր գիզագետին, հրավարելով բնության դարերը, չորցնելով արդերը, այգիները, բույսերը եւ այնինչ առնչված է ջերմության հետ, ուստի գիզող հուրը մեղմելու միտումով մեր նախնիները փորձած են ջուրով զովացնել եւ չորացում է բրգել բնությունը, սկսած են ջուր ծողել ինչպես արդերուն, այնպես ալ միմյանց վրա։ Հետակային Սուրբ Գրիգոր Լուսավորիչ սիրո փրփրածին դիցուի աստղիկի դոնը փոխարինած է Հիսուս Քրիստոսի պայծառագերբության դոնով, որ ամենասիրված օրերեն մեկն է հայ ժողովրդի դոնացույցի մեջ։